2 ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել առանց աղմուկ աղաղակի։ Արևը շատ է լինում, անդրևային շատ է լինում, քիչ է լինում, ամպ է լինում, քիչ է լինում։ Իրենք տեղադրել են հիմա, իրենք իրենց խաբված են զգում, իհարկե մենք չենք խաբել։ Էլեկտրոէներգիայի 15%-ը արտադրվում է նոր էներգետիկ աղբյուրից, արևից, որը բարձրացրել է մեր էներգետիկ անվտանգությունը։ Շատ լավ ցուցանիշ է։ Մի խեք ուզում անընդհատ տանենք պրոբլեմ։ Այո, խնդիրը կա, խնդիրը պետք է շուտով լուծվի։ Մեր բանջարկը աճելու է, այդտեղ որևէ կասկած չկա։ Պարզ, անամպ օրերին, ամեն քառակուսի մետրին արևն ամեն վայրկյան ուղարկում է մոտ 1000 վատ էներգիա, այնքան որքան մոտավորապես ծախսում է աշխատող էլեկտրական թեյնիկը։ 20-րդ դարում մարդը սովորեց ինչպես այդ էներգիան էլեկտրականություն դարձնել ու օգտագործել կենցաղում։ Սովորաբար մենք դժգոհում ենք, երբ ինչ-որ բան պակասում է, բայց Հայաստանի խնդիրն այսօր ոչ թե էլեկտրոէներգիայի պակասն է, այլ դրա ավելցուկը։ Այս նյութում պատմելու ենք, թե ինչ ասել էլեկտրոէներգիայի ավելցուկ։ Ինչու Հայաստանը չի կարողանում սպառել իր արտադրած ողջ էլեկտրոէներգիան, որտեղ ու ինչպես կարելի է կուտակել արևից ստացված հոսանքը։ Ինչ պետք է անել արևային վահանակների հետ, երբ դրանք թափոն դառնան։ Նարինե Վարդանյանի տանը արևը երկու գործ է անում։ Չորացնում է միրգն ու անվճար հոսանք արտադրում։ Վերջին 5 տարում Արարատի Արևշատ յուղի տանիքներին մի նոր շերտ է ավելացել։ Այս վահանակները արևի ճառագայթները վերածում են էլեկտրական հոսանքի։ Բնական ջրերը անպայման մեծ մրգի սառնարաններում ենք պահում եւ հոսանքը բավականին շատ էր ծախսվում, որոշեցինք, դրեցինք, մուտում էինք մինչև այդ 50,000 մոտավորապես հոսանքի գումար, իսկ հիմա չենք մուտում ընդհանրապես։ Երբ միջազգային շուկայում արևային կայաններ էժանացան, այս ուղղությունը դարձավ պետական առաջնահերթություն։ Կառավարությունը քարտեզագրեց երկրի ամենաարևոտ անկյունները, մշակեց պետական աջակցության ծրագրեր ու խրախուսեց մարդկանց արևային վահանակներ տեղադրել։ Մենք էներգետիկ աղվածության բարձր մակարդակ ունենք։ Այսինքն, եթե դու շահագործում ես ատոմակայան, էլի կախված ես վառելիքից, շահագործում ես ջեկեր, էլի կախված ես վառելիքի ներկրումից, տեղ դու օգտագործում ես Հայաստանում գոյություն ունեցող արևը։ Կառավարությունը 2021-ին որոշեց, որ արևից արտադրվող էլեկտրոէներգիայի մասնաբաժինը մինչև 2030 թվականը պետք է ավելացնել ու ընդհանուրի մեջ հասցնել 15%-ի։ Դրա համար պետք էր կառուցել 1000 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային կայաններ։ Դա մոտ 2 անգամ ավելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունից։ Այսա էներգիայի արտադրությունը 34% արտադրվում է ջերմային կայաններում, սա 24 թվականի համար է, հիմա ավելի քիչ կլինի կարծում եմ, 30% ատոմակայանում արտադրվում, 14% արևայինում արտադրվում է, 22% հիդրոէներգետիկան է։ Հիմա մենք պետքա ձգտենք հնարավորինս ջերմայիններում եւ ատոմակայանում նվազեցնել եւ այս վերականգնվողի մասնաբաժինը ավելացնել։ Հայաստանում արտադրվող էլեկտրոէներգիայի 60-ից 70%-ը ստանում ենք ատոմակայանից եւ ջերմաէլեկտրակայաններից։ Երկուսի հումքն էլ միջուկային վառելիքն ու գազը ներկրում ենք։ 10 տարի առաջ արևից էլեկտրոէներգիա գրեթե չէինք ստանում։
բայց այսօր արդեն դրա մասնաբաժինը ընդհանուրի մեջ անցել է 15%-ը։ Այն ժամանակ, երբ որ այդ ռազմավարությունը մշակում ենք եւ այդ թիրախը դնում ենք, դրայից զուգահեռ նախատեսել ենք նաեւ, որ մենք ենթակառուցվածքներ պետք է զարգացնենք։ Այն պատերազմական իրողություն, COVID եւ այլն, այդ ժամանակաշրջանում ուղղակի ծրագիրը շատ դանդաղ ընթացել։ Եվ նման գործոններով պայմանավորված մենք վերականգնվող էներգետիկայի բուրըն զարգացման հետևից ուղղակի չհասանք ենթակառուցվածքների մասով։ Արևային էներգիան զարգացավ, բայց սպառումը համաչափ չաճեց։ Պահեստավորման արտահանման համար ենթակառուցվածքներ չստեղծվեցին, ու այդ պատճառով առաջանում է էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Այսինքն մենք ավելի շատ էլեկտրաէներգիա ենք արտադրում, քան հասցնում ենք սպառել։ Դա լավ չէ, որովհետև երբ արտադրությունն ու սպառումը հավասար չեն, համակարգում առաջանում են տատանումներ, հաճախականության շեղումներ ու այլ խնդիրներ։ Իրավիճակը կառավարելու 4 հիմնական տարբերակ կա։ Առաջինը արտադրությունը սահմանափակելն է։ Սա ամենահեշտ ճանապարհն է, բայց ոչ ձեռնտու։ Երկրորդը ավելցուկը կուտակելն ու հետո օգտագործելն է։ Օրինակ ձմռանը, երբ արևը քիչ է ջերմացնում։ Երրորդ տարբերակը ներքին սպառումը մեծացնելն է։ Չորրորդը արտահանումն ավելացնելը։ Քննարկենք յուրաքանչյուր տարբերակի արդյունավետությունը։ 2025-ի ամռանը պետությունը կանգնեցրեց արևային վահանակների տեղադրման համար քաղաքացիներին տրվող աջակցությունը։ Նախատեսված 6 արդյունաբերական արևային կայաներից կառուցվեց ու գործում է միայն Մասրիկ 1-ը, իսկ մյուս 5-ի անհրաժեշտությունը ըստ կառավարության այլևս չկա։ Երբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճում է ու ռիսկ կա, որ կգերազանցի պահանջարկը, համակարգի օպերատորը ստիպված կիրառում է զսպման մեխանիզմներ, ցանցից անջատում է արևային կայաններ։ Արդյունքում պետությունը շարունակում է վճարել կայանների սեփականատերերին, այս դեպքում չաշխատելու ու հոսանք չարտադրելու համար, միայն թե համակարգը շարքից դուրս չգա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ մինչև 2024 թվականը արևային կայանների համար սահմանափակումներ չեն կիրառվել։ Իսկ ահա 2025-ին, ըստ հաշվարկների, արևային կայանների ընդհանուր բեռնաթափումը կազմել է մոտ 11 միլիոն կիլովատ-ժամ։ 2026 թվականի համար կանխատեսվում է, որ բեռնաթափումը կկազմի 15 անգամ ավելի շատ, մոտ 168 միլիոն կիլովատ-ժամ։ Այսինքն հիմա մենք ասում ենք կարա կառուցեք, բայց եթե այն խնդիր սարքի համակարգի համար մենք ունենք այդ իրավունքը, այսինքն կառավարությունը ունի իրավունքը անջատել այդ արևային կայանը։ Ինչու անջատել արևային կայանները, ոչ թե ներգրվող հումքով աշխատող էլեկտրաէներգիայի մյուս աղբյուրները։ Բանն այն է, որ արևային էներգիան հոսանքի կայուն աղբյուր չէ, այն կախված է օրվա ժամից ու եղանակից, իսկ ատոմակայանն ու ջերմակայանները համակարգի հիմնական ու կառավարելի հենարաններն են, ու դրանք չեն կարող ակնթարթորեն միանալ կամ անջատվել։ Այնուամենայնիվ, ավելցուկը նվազեցնելու համար կառավարությունը երբեմն պակասեցնում է նաև ատոմակայանի և ջեկերի արտադրությունը։ Այս մոտեցումը խիստ քննադատում է էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Դուք այնքան արագ եւ այնքան անմտածված կերպով տեղակայեցիք այդ էլեկտրաէներգետիկ արեգակնային պանելները, որ հիմա չգիտեք ինչ անեք այդ էլեկտրաէներգիայի հետ եւ ստիպված եք անջատել ձեր ամենահուսալի, ամենաարդյունավետ էլեկտրաէներգիա աշխատող հզորությունները։ Դուք անորակ բանով ուզում եք որակյալ բանը փոխել, դա ինչ լավ բան է ձեզ բերելու։ Հոսանքը արտադրվելուց հետո լարերով գալիս է սարքերի մեջ, այստեղ ցույց է տալիս, որ ժամին, որ օրը, տվյալ պահին ինչքան է արտադրվում։ Հենց հիմա էսի 4.9, այսինքն համարյա 4.5, իսկ ես 3.7, իրար հետ համարյա 8։ Արևոտ երկար օրերին վահանակն արտադրում է ավելին, քան տանտերը ի վիճակի է սպառել։ Այդ ավելցուկը քաղաքացին ի պահ է տալիս հեցին, իսկ ձմռանը, երբ երկինքն անպամած է, հետ է վերցնում իր հոսանքը։ Ստացվում է, հեծը քաղաքացիների համար անվճար պահեստավորում է անում։ Կուտակվում է և տարվա վերջում, մայիս ամսվա,
իրանք վերում են իտոգի, եթե շատ ենք արտադրել, իրանք գումար են փոխանցում մեզ։ Նախորդ տարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ էր մշակել, որով առաջարկում էր փոխել հեծի եւ արևային վահանակներ ունեցողների միջև էլեկտրաէներգիայի փոխհաշվարկի կարգը։ Նախատեսվում էր հաշվարկն անելը ոչ թե տարեկան, այլ ամսական կտրվածքով, եւ կողմերից պարտք ունեցողը վճարեր տարբերությունը։ Սա դժգոհության պատճառ դարձավ, որովհետև հեծին էլեկտրաէներգիա վաճառելը մոտ 3 անգամ ավելի էժան է, քան այն հետ գնելը։ Այսինքն քաղաքացիները ամռանը էժան տալու էին հեծին, ձմռանը գնելու էին թանկ ապրանք։ Մենք մեր քաղաքացիներին ասել ենք, որ մենք ձեզ աջակցում ենք, գնացեք տեղադրեք։ Իրենք տեղադրել են հիմա, իրենք իրենց խափված են զգում, իհարկե մենք չենք խափել։ Մենք չենք ասել, որ այդ պահեստավորումը լինելու է հավերժ։ Բայց ժամանակ էլ չեք նշել։ Այո, ժամանակ էլ չենք նշել, դրա համար ասում ենք հիմա, քանի որ քաղաքացի դու գնացել ես, արդեն ծախս ես արել ես, տեղադրել ես, մինչև քո վարկի մարման ժամկետը դու հնարավորություն կունենաս այդ ֆունկցիան օգտագործես։ Իսկ ձմեռը, երբ որ այդ ավելցուկը հետ է ուզում, մենք ստիպված ենք լինում աշխատացնել թանկ կայաններ, թանկ արտադրող կայաններ։ Նախարարությունը դեռ չունի որոշում, ինչպես է լուծելու խնդիրը։ Կառավարությունը պնդում է, որ արևային էներգիան զարգացնելը շարունակում է առաջնահերթություն մնալ, ու դա անելու համար պետք է կուտակիչներ դնել։ Արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետքա չկասեցնենք, չդանդաղեցնենք, մենք պետքա թողենք ինքը զարգանա, մենք պետքա հասնենք իր հետևից մեր տեխնոլոգիական լուծումներով եւ այլն եւ այսպես շարունակ։ Էլեկտրաէներգիայի մեծածավալ կուտակման համակարգ Հայաստանում չկա։ Դրա կարիքը առավել զգացվեց, երբ արևից էլ սկսեցինք էլեկտրաէներգիա արտադրել։ Այսինքն կորով է արտադրում։ Ցերեկը ժամը շատ է, երեկոյան ժամին քիչ է։ Այսինքն եթե մենք կարողանանք կոչվում է peak shaving, եթե մենք կարողանանք այդ պիկերը վերցնել, կուտակել, օգտագործել երեկոյան, դա շատ լավ կլինի։ Իսկ ինչու չենք կարողանում կուտակել։ Դե մարդկոսներ հիմա արդեն կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որը որ թույլ կտա զարգացնել էլեկտրական կուտակիչ համակարգերը Հայաստանում։ Հիմա պետք է անցանել, որ երբ որ արև կա հոսանք համ օգտագործվի, համ լիցքավորվի, այսինքն էլեմենտը։ Այդ էլեմենտն աշխատեցնելու համար նախ պետք է օրենքում գրել, թե ինչ է նշանակում պահեստավորում։ Այդ հարցն էինք քննարկում կառավարության այս տարվա ապրիլի 2-ի նիստին։ Մեծ էլեմենտը, մի մեգավատանոց էլեմենտը լիցքավորենք, հետո արևը գնում է, բան ես անում, օգտագործում ես, մինչև արևը նորից գալիս է։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Նախարարությունը դեռ պետք է հստակեցնի, ով է կառուցելու կուտակիչը, ինչ պայմաններով, ինչ հզորությամբ եւ երբ։ Դեռ չգիտենք այս պահին, թե ինչ տիպի կայան, ինչ ծրագրով, ինչ ձևաչափով դա կլինի միայն պետության կողմից կառուցվող կամ կլինի պետություն մասնավոր։ Մենք հիմա խնդրել ենք, որ համաշխարհային բանկը ծավալուն ուսումնասիրություն իրականացնի, որը կտա այդ հարցերի պատասխանները, թե պայմանական մեզ ինչ հզորությամբ պահեստավորման կայանները եւ որտեղ են դրանք անհրաժեշտ լինելու։ Նույնատիպ ուսումնասիրություն համաշխարհային բանկը էլի էր արել։ Բայց դա նպատակին չծառայեց։ Պետությունն այն այդ պահին չօգտագործեց, իսկ ոլորտի զարգացման տեմպը հաշվի առնելով, ինչը երեք չի արվել, այսօր անելն արդեն անիմաստ է։ Խոսքը գնացել է մեծ մեկ հատ կուտակիչ կայանի մասին, որը այդ դեպքում հաշվարկվել է 100 մեգավատ ժամ հզորությամբ։ Այժմ մի քիչ իրավիճակը փոխվել է։ Կուտակիչների արժեքները նվազել են, եւ հիմա այլ ուսումնասիրություն է իրականացվում համաշխարհային բանկի կողմից, կառավարության հետ միասին, որտեղ եթե ես չեմ սխալվում, դիտարկվում է 1000 մեգավատ ժամ կուտակիչ համակարգի տեղադրումը արդեն իսկ 1000 մեգավատ ժամը շուրջ 200 միլիոն դոլարի ներդրման մասին է խոսքը։ Համաշխարհային բանկը նախատեսում է ավարտել ուսումնասիրությունը այս տարվա սեպտեմբերին։
Նախարարությունում պլանավորում են այս անգամ ճուշացնել եւ 1 տարվա ընթացքում կառուցել կուտակիչ կայանը։ Արևային վահանակներ տեղադրող ու սպասարկող Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը, սակայն, 1 անգամ հաշվարկել ու կառուցելը արդյունավետ չի համարում։ Ասում է, առաջարկ պահանջարկ հարաբերակցություն պահելը անընդհատ process պետք է լինի։ Բնավորություն ունենք որոշել, չգիտեմ, 1000 մեգավատ 30 թվին, վերջ, ել չենք նայում կողքներիս։ Հայաստանին պետք է ուղիղ այնքան, ինչքան որ իրատնտեսությունը պահանջում է, եւ դա մենք պետք է անդադ նայենք այդ պահանջին, հա։ 2-3 ամիսի մեկ պետք է նայենք։ Չպետք է ասենք գրել ենք, всё, 5 տարին գնում ենք սենց։ Էներգետիկ փորձագետ Արամ Արջանյանը կարծում է, որ Հայաստանի համար ամենաարդյունավետը հիդրոկուտակիչ ստեղծելն է։ Երբ որ էլեկտրական էներգիայի ավելցուկ կա, այդ տուրբինները հակառակ են պտտում, նրանք աշխատում են պոմպի ռեժիմով եւ ջուրը ներքևից մղում են վերևի կայան եւ ջուր են կուտակում, որ հետո անհրաժեշտության դեպքում այդ ջուրը նորից ուրեմն օգտագործվի։ Այդպիսի կայանի կառուցման մասին խոսվում էր դեռ 1987 թվականից սկսած, ցավոք սրտի մինչև հիմա որևիցե կիրառական բնույթի աշխատանք չի իրականացվել։ Հիդրոկուտակիչ կայան ստեղծելու հարցը քննարկվել է նաև կառավարության նիստերին։ Այսպայն, սակայն, ՏԿ-ն դիտարկում է ապելցուկը լիթիումային մարտկոցներում կուտակելու տարբերակը։ Ակնհայտ է, որ արևային կայանների աճին զուգահեռ պետք էր պլանավորել նաև այդ հավելյալ էլեկտրաէներգիայի սպառումը կամ պահեստավորումը։ Ով եւ ինչու պետք է այսօր կառուցի կուտակիչ կայան կամ մարտկոց տեղադրի։ Դիտարկենք տարբերակները։ Առաջինը՝ արևային վահանակներ տեղադրած քաղաքացիները։ Նրանք, սակայն, այս պահին որևէ լուրջ պատճառ չունեն կուտակիչ գնելու։ 5 կիլովատ հզորությամբ կուտակիչը սկսվում է 600,000 դրամից։ Պահեստավորման գործը այսօր անվճար անում է ՀԵՑ-ը։ Իրավիճակը կփոխվի, եթե պետությունը ամսական փոխհաշվարկի անցնի։ Երկրորդը՝ բիզնեսը կառուցի կուտակիչ կայան։ Այն տրամաբանությամբ, որ կուտակածը դեֆիցիտի ժամերին բարձր գնով վաճառի պետությանը։ Երրորդը՝ հենց պետությունը։ Այսօր ամենաշատը կառավարությանն է պետք կուտակիչ կայանի ստեղծումը։ Քննարկվում է, որ կառավարությունը խոշոր կայանների կառուցման մրցույթ կհայտարարի։ Եթե կուտակիչներ դնեն, դա այն ավելցուկի խնդիրը լուծելու է։ Շատ լավ հարց եք տալիս։ Միայն կուտակիչներով ավելցուկի խնդիրը դժվար թե լուծվի, որովհետև դու ունես ընդլայնված աճ, միևնույնն է աճում է։ Միայն կուտակիչ կայան կառուցելով խնդիրը չի լուծվում։ Պետք է աշխատել մի քանի ուղղությամբ։ Հայկ Շեկյանը առաջարկում է պահանջարկի վրա գնային քաղաքականությամբ ազդել։ Եթե շուկայում հոսանքի գինը սկսի տատանվել ցերեկվա ժամերին, իջնել եւ դրանով խթանել սպառումը, հասկանում եք, չէ՞, որ որոշակի քանակությամբ կուտակիչ ավելի քիչ է պետք գալու, որտեղ սպառումն աճել է։ Եթե հոսանքի ցերեկային սակագինը 20-ից 30% իջնի, մարդիկ իրենց առօրյան կհարմարեցնեն արևին, լվացքի մեքենայից մինչև էլեկտրամոբիլների լիցքավորում։ Այս քաղաքականությունը, սակայն, դեռ չի կիրառվում։ Կառավարությունը մաքսային եւ հարկային արտոնություններով խրախուսում է էլեկտրական մեքենաների Հայաստան ներմուծումը։ Բենզինով եւ գազով աշխատող մեքենաները փոխարինվում են էլեկտրաէներգիայով աշխատող մեքենաներով։ Մեր էներգիայի շուրջ 30%-ը սպառվում է տրանսպորտի ոլորտում եւ 35%-ը շուրջ ջեռուցման համար է օգտագործում։ Դարձում ենք, որ այս էլեկտրոմոբիլների քանակի աճով պայմանավորված մենք որոշակի առումով սպառումը կավելացնենք, բայց ընդամենը 450 միլիոն կիլովատ ժամ են կարողացել 2025 թվականին 24-ի համեմատ ավելացնել սպառումը 6.6%-ով։ Մենք ունենք էլեկտրաէներգիա ու չունենք տեղ դա վաճառելու։ Ինչ որտեղ այո։
Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 10 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Դրա 1.5 միլիարդը արտահանել ենք երկու ուղղությամբ՝ Իրան եւ Վրաստան։ Արտահանման մոտ 90%-ը գնում է Իրան, ընդ որում չի վաճառվում, այլ փոխանակվում է գազի դիմաց։ Գործող էլեկտրահաղորդման գիծն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, իսկ նոր գծի կառուցման անհրաժեշտության մասին խոսվում է արդեն 2 տասնամյակ։ Իրանի գծի թողարկումը ժողովրդական լեզվով ասած օթերը բացելու է։ Այսինքն, եթե այսօր մենք ունենք սահմանափակում արևային էներգիայի կայանները արագ աճը զսպելու եւ կառավարությունը, համակարգի օպերատորը, հանձնաժողովը, կարգավորող քայլեր են ձեռնարկում եւ որոշ խոշոր կայաններ օրվա ընթացքում զսպում են իրենց սպառումը, այդ արտադրությունը, ապա այդ գիծը թողարկելուց հետո այդ բոլոր կայաններն աշխատելու են եւ այլ ավելի շատ արևային կայաններ մենք կարողանալու ենք տեղադրել։ Դեռ 2019-ին պետք է պատրաստ լիներ Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման նոր էլեկտրահաղորդման գիծը, մինչև այսօր այն ավարտված չէ։ 2021-ին, երբ կառավարությունը պլանավորում էր այսչափ զարգացնել արևային էներգիան, զուգահեռ պետք է կառուցեր Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը։ Նախատեսել էին այն ավարտել 2024-ին։ Նոր գիծը բավականին երկար տարիներ ծրագիրը գնում է։ Ոստեղ կանխատեսում անելը բավականին դժվար է։ Պայմանական, եթե մենք նախատեսել ենք, որ նոր գիծը պատրաստ կլինի մեր պայմանագրերով արդեն, իսկ այս տարվա աշնանը մերձավոր արևելքում էս դրությունը, ֆորս մաժորային դրությունը հանգեցրել է նրան, որ հնարավոր է, որ ավարտը հետաձգվի։ Կա էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց հարևաններին ավելի շատ արտահանելու հնարավորություն չկա։ Իրանի դեպքում նոր էլեկտրահաղորդման գիծը պատրաստ չէ, իսկ Վրաստանից հավելյալ պահանջարկ չկա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում հնարավոր լուծում են համարում արտահանման նոր շուկաները, օրինակ Ադրբեջան եւ Թուրքիա, բայց դրա համար են նոր ենթակառուցվածքներ պետք։ Հայաստանն արևշատ երկիր է։ Մենք էլ այդ ռեսուրսը էլեկտրաէներգիայի ենք վերածում։ Դա նվազեցրել է կախվածությունը էներգիայի ներկրվող աղբյուրներից, բայց նաև խնդիր է ստեղծել։ Չգիտենք ինչ անել էլեկտրաէներգիայի ավելցուկի հետ։ Սպառել չենք հասցնում, կուտակելու ու վաճառելու տեղ չունենք։ Հենց այս 3 ուղղությամբ էլ արդյունավետ լուծման ճանապարհներ կան։ Կուտակել էլեկտրաէներգիան հիդրոկուտակիչների ու մարտկոցների միջոցով։ Մեծացնել ներքին սպառումը, տրանսպորտի եւ ջեռուցման էլեկտրաֆիկացման հաշվին։ Ընդլայնել արտահանումը, նոր շուկաներ ու ենթակառուցվածքներ ստեղծելով։ Ամենամեծ օգուտը կունենանք, եթե միաժամանակ կիրառենք այս 3 լուծումները։ Սրանց համար ժամանակ ու ենթակառուցվածքներ են պետք։ Ու քանի դեռ դրանք չկան, կառավարությունը ստիպված է զսպել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Իսկ արևը շարունակում է ամեն օր շռայլորեն էներգիա ուղարկել երկիր։ Անկախ նրանից, պատրաստ է մեր համակարգն այն օգտագործել, թե ոչ։ Ամեն արևային վահանակ, կուտակիչ մարտկոց իր կյանքի տևողությունն ունի։ Արևային վահանակները ունեն 20-30 տարվա ժամկետ։ Չգիտեմ, վահանակներն 10 տարի է։ Եթե 10 տարվա մեջ իրանք են պարտավոր ինչ-որ հարցեր կարգավորեն։ Նրանից հետո էլի կաշխատի, լավ կլինի, ավելի լավ, եթե չէ, արդեն ինքը իր ժամկետը ոնց որ սպառում է, ինքը հավերժ չի։ Իսկ այդ 10 տարի հետո ինչ ա լինելու դրանց հետ։ Եթե թափոն դառնալուց հետո վահանակները չեն հավաքում, մեկուսացնում կամ վերամշակում, դրանց պարունակությունը որոշ ծանր մետաղներ կարող են հայտնվել հողում ու ջրում եւ աղտոտել շրջակա միջավայրը։ Ով է պատասխանատու թափոնների կառավարման համար։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս, այս մեր մոտ բաց է, այս մասը դեռևս, բայց ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք որն է լինելու լավագույն տարբերակը։ Այդ ուսումնասիրությունն անում է Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հիմնադրամը։ Այս ուսումնասիրությունը կասի ինչքանով են վտանգավոր, ինչքանով է դրա ուտիլիզացիան ինչ որ հատուկ ձևով արվելու եւ ինչքանով է պարտավոր մենք նման բան անել։ Խնդիրը կարելի է հնարավորություն դարձնել, ասում է Հայկ Շեկյանը, ու առաջարկում մտածել Հայաստանում ժամկետանց վահանակների,
ապագայում նաև կուտակիչ մարտկոցների վերամշակման մասին։ Մենք մի անգամ վճարել ենք, հիմա այդ ռեսուրսը եկել է մեր մոտ, մենք ենք տերը այդ ռեսուրսի։ Մենք կարող ենք դրանից ստանալ այլ նյութեր։ Եթե մենք չհասկանանք, որ լիթիումային ակումուլյատորները դա ըստ էության լիթիումի հանք է, եւ օր առաջ մենք կարող ենք այստեղ արտադրություն դնել եւ Թուրքիայից, Վրաստանից, այո, Ադրբեջանից եւ Իրանից բերեն, ուղարկեն այստեղ լիթիումը, մենք վերամշակենք եւ արտադրենք մարտկոցներ, որից մարժայով կվաճառենք աշխարհին, մենք հետ ենք ընկնելու։ Վերամշակումը լավագույն լուծումն է, բայց առայժմ միայն տեսության մեջ։ Ինչպիսին կլինի Հայաստանում արևային թափոնների ապագան կախված է նրանից, թե որքան արագ կառավարությունը կկողմնորոշվի ու կանցնի կոնկրետ քայլերի։